Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթը վաճառվում էր ամենամեծ ես օրինակ եմ ոչ թե իրան եմ գովում ուզեմ ասեմ դա մի պրոդուկտ է որի համար որը ընթերցելու համար մարդը ամեն առավոտ իջնում 100 դրամ վճար հիմա դուք որ համեմատվում եք ասում եք Նիկոլ Փաշինյանը սենց էր անում դրանով համեմատվում եք դուք էլ իր մոտ եք իր խմբագրած թերթում եք չէ աշխատել բա ասենք այդ լավ կողմը Նարեկ ջան, այդ լավ կողմը ինչի՞ չեք ուզեցել դա էլ վերցնել, օրինակ։ Գերազանցել նույնիսկ իրան, ինքը 5000 տպակ հանակով է։ Բայց կարող էին հիմա Նարեկն ունի YouTube-յան ալիք, որը Հա, տեսա իդեպ, տեսա, հա, տեսա։ Հա, այդ առումով հա, ճիշտ է։ YouTube-յան ալիքը տեսա, այդ առումով Նարեկը ահագին պրոգրես ունի, բայց մոնետիզացիան կա YouTube-ի Հայաստանում։ Չէ, Նիկոլ Փաշինյանի խոստումը չի կատարվել, որ 24 կկատարվի, հիմա բտրան աշխատում է այդ ուղղությամբ, դե սովորական մեր Ձեզ մի տարի է մնացել, հետո կարող է ժողովուրդը ձեզ չընտրի։ Դե չընտրի, թող մտածի ու մանտրում ուղղակի այս Գյումրիի ընտրություններից անդադ ասում եք նախկին ներկա ինչ եք նախկին հենա դուք էլ երկուսով էլ դուք Գյումրիից դուք Արթիկի շրջանից Տուֆաշեն գյուղից հա ասում եք ինչա նախկին ներկանում սիրելի մեր Շիրակի գործընկերներ եւ ոչ միայն գիտեք ինչ ենք նախկին ներկա արդեն ես ինքս մտածում էի որ պետքա թարգել այդ նարատիվը բայց Գյումրիի ընտրություններից հետո պարզվեց որ չէ ամեն դեպքում եթե ներկա չի ուրեմն նախկինն է ու դա մտածելու տեղ է տալիս ու ոչ միայն Գյումրիի կոնտեքստում Հարությունյանն էր շատ մտահոգիչ գրառում արել վերջերս անդրադառնալով այս զեկույցին որ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է եւ ասում է որ խմբագիրներ, լրագրողներ, լրատվամիջոցներ դուք ինքնակարգավորվեք թե չէ իշխանությունը քայլեր կձեռնարկի սա ես բառացի չէ բառացի չեմ ասում բայց բան կա ինքնակարգավորվելու մեջ հա նաեւ ասում է եթե դուք ինքնակարգավորվեք կառավարությունը սկսի դա անել ես ծրագրերի մասին տեղյակ չեմ բայց ամեն դեպքում դա ինչ-որ տաբույացված թեմա չի Հա ինչի՞ չէ, ամբողջ աշխարհում էլ կա, բայց սա չեմ ասում, որ ասեք Եղոյանն ասեց, որ նախագիծ կա, որ կարգավորեն, ուղղակի լավ կլինի, որ այդ ազատությանը զուգահեռ, ինչպես ընդհանրապես կյանքում բոլոր ազատություններին զուգահեռ, պատասխանատվությունն էլ աճի, թե չէ ազատությունը աճում է, պատասխանատվությունը չի աճում, մի քիչ լավ չի լինում, էլի։ Չէ, բան Իհարկե, ես հիմա իմ պատասխանատվության չափը շատ ավելին է, քան այն ժամանակ, երբ ես պաշտոնյա չէի։ Այն ժամանակ ես ինձ կարող էի թույլ տալ բաներ, որոնք հիմա չեմ կարող թույլ տալ, եւ դուք էլ։ Եթե ունեք ակրեդիտացիա, մտել եք ազգային ժողովի շենք, հարցեր եք տալիս, պետք է հասկանալ, որ սա բան չի։ Այսինքն պետք է ինչ-որ մի զուգահեռ Շուտ բաներ էլ պետք է լինեն, էլի պատասխանատվության, չէ՞։ Հոգնես փայլը։ Հետո վախենում եմ, որ լավ նյութ կստացվի մոտը, դիտումները շատ կլինեն, իրանը քիչ կմնա։ Դրա համար էլ բան չի։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի պահվածքը հարված չէ Հայաստանի Հանրապետության վարկանիշին, երբ որ խորհրդարանի դահլիճում ընդդիմադիրներին անվանում է համբար։ Մենք հիշում ենք Շմայսին, հենց Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարումը, հիշում ենք Շմայսի խորհրդարանի դահլիճում տեղի ունեցածը, այսպես սա դրվեց անդիմադիր պատգամավորների կողմից, տեղի ունեցավ որոշակի վեճ, լեզվակռիվ, որի մեջ մեղր չեմ բաժանում, բայց դա համաձայնեք ինձ հետ, որ դա ամենևին նորմա չի։ Ձեր նշած նախորդ պերսոնաժի դեպքում դա նորմա էր։ Այսինքն ցանկացած անհասկանալի իրավիճակում մարդը վիրավորում էր, հաճախ հարվածում էր, հաճախ հայհոյում էր Վարչապետի դեպքում չէ, ասում եմ վարչապետի դեպքում նման պորտկումներ վեճի ժամանակ կարող են լինել 1000-ից մեկ անգամ նման վեճեր աշխարհի տարբեր խորհրդարաններում լինում են մարդիկ քաղաքական գործիչները իրար հաճախ որոշակի վիրավորական բառերով կարող է դիմեն հետո չգիտեմ անդրադառնան կամ չանդրադառնան այդ հարցին բայց դա բան չի էլի որ դուք ընդհանուր պատկերը նայեք էլի բայց կոնկրետ մարդկանց հասցին ասել քաղաքացիները ինչ կապ ունեն կոնկրետ մարդկանց է դիմում կոնկրետ մարդկանցից կխնդրի ներողություն դժվար թե որովհետև դա հասկանում եք իսկ այդ կոնկրետ մարդիկ իրանց ասածների համար ներողություն խնդրում ենք դե լավի հետ համեմատվում ենք էլի որ դե լավի հետ համեմատվում ենք որ մամուլի ազատությամբ
34-րդ տեղն ենք աշխարհում, լավի հետ ենք էլի համեմատվել, որ վատի հետ համատվեինք, հենա 70 քանիսն էինք, կդառնայինք 130 քանիսը, դառնենք 34 ու այնուամենայնիվ մարդիկ բողոքում են, որ ես ճնշում եմ։ Ինչա թե ասեցի, որ ժողովուրդ տերմինը գործածելուց իմացեք, թե ինչ թվի մասին կարելի է խոսել։ Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ձայնի կեսից ավելիով կայացված որոշումը կոչվում է ժողովրդի որոշում։ Այդպես է ամբողջ աշխարհում։